Բարի երեկո, լրատվական կենտրոնն է ազատության եթերը շարունակում, այս ծրագրի ընթացքում դիտեք։ Ուզեմ հասկանամ, այդ անցումը Ընդդիմությունը շարունակում է պնդել Հայաստանն Ադրբեջանին միջանցք է տվել։ Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակները։ Կաթողիկոսի հեռացումը պահանջող հոգևորականները կոչ են անում չեղարկել Ավստրիայում նախատեսված եպիսկոպոսած ժողով գումարելու մայրաթոռի որոշումը։ Այդ քարտը փնկել սատկացան է։ Մոտ մեկ ամիս անց կաթողիկոսին սատկացնելու կոչի հեղինակը քրեական գործով դեռ չունի որևէ կարգավիճակ։ Սկանդալով եկավ, Ով ասեց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն։ սկանդալի արդյունքում գնում է։ Մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաև պետք են գլուխներ։ Իշխանական падգամավորը ՔՊ վարչության նիստից հետո հրաժարական է տվել առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Հայդահոկորթի շուրջ սկանդալից հետո ֆեդերացիայի նախագահը հեռանում է։ Պատճառը որն է։ Վերջին կաթիլներ։ We never ask for anything. Թրամփը եվրոպացիներին փորձում է համոզել, որ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը Միացյալ Նահանգների անվտանգության համար է։ I don't have to use force. I don't want to use force. I won't use force. Երբ բացվի թրիփը, ինչ պայմաններով են անցնելու Հայաստանի քաղաքացիները Ադրբեջանի տարածքով։ Ազգային ժողով կառավարություն հարցու պատասխանի ժամանակ ընդդիմությունից Արթուր Խաչատրյանն է հետաքրքրվել վարչապետ Փաշինյանից։ Նախօրեին հրապարակվեցին Սյունիքով անցման հիմնական կարգավորումները, որոնցից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները հնարավոր է ուղիղ չառընչվեն հայ սահմանապահների հետ։ Վարչապետը հայաստանցիների անցման հարցին չի պատասխանել, փոխարենը նորություն է հայտնել։ Թրիփի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը կմիանան իրար։ Սկսեմ էներգետիկ համակարգից։ Այո, միանշանակ եւ աներկբա Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Տեսեք, ինչ որ ասում եք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա փոխադարձ առավելություններ, այդ ինչ փոխադարձ առավելություններ, ամոթել է, որ մենք դա չենք նկատում, բայց հարգելնես, մենք արդեն ստացել ենք այդ փոխադարձ առավելությունների մի մասը, որ բենզինի գինը 20%-ով ընկել է, դիզվառելիքի տոկոսները ճիշտ եմ ասում, ես ճիշտն ասած այդ թվերի մեջ չկամ, չգիտեմ, ով գիտի, երկրորդը, ծորենը ներկրվում Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանից և Ղազախստանից, ընդ որում տարբեր ընկերությունի կողմից, դա փոխադարձ առավելություն չի, ասում եք գնացքից կարանք օգտվենք, հա, ասում եք իմ գնահատմամբ միջանցք է, ինչ ասեմ, այսօր իմիջիալոց Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրանք իրանց երկրի տարածքով միջանցքներ են տրամադրել Հայաստանի Հանրապետության։ Ամենաթարմ բանը հայտարարությունը, որ իրանք միջանցք են տրամադրել մեզ, որովհետև հաջորդը 100 անգամ, 100 չէ, լավ, 10 անգամ գրած է, ինչպես են օգտվելու երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում։ Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը, երկուսն էլ իրավազորության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության շրջանակներում։ երբ ենք հատելու Ադրբեջանի սահմանը մեր գնացքով, որոնք են լինելու այդ հատման եւ անցման պայմանները, արդյոք ընտեղել է լինելու front office, back office, արդյոք 26%-ն լինելու Ադրբեջանի սեփականությունը, 74-ը Ամերիկայի։ Ուզեմ հասկանամ, այդ անցումը ոչ թե փոխադարձ առավելություն, բենզին ավելի էժան կամ ծորեն ավելի վատ կարգի, այլ մենք վերջը ինչ պայմաններով երբ ենք մտնելու Ադրբեջան, առանց ադրբեջանցիների հետ առերեսվելու եւ հասնելու ինչ որ մի կետ։ Ասեմ, կոնկրետ ժամանակ ասեմ, դա տեղի ունենալու են ժամանակ, երբ որ երկաթգիծը պատրաստ լինեն, երկաթգիծը, որ ձեր խմբակցության ղեկավարը եւ ձեր քաղաքական առաջնորդը իրար հետ քանդե ծախել են, այդ երկաթգիծը, եւ
երբ որ պատրաստվի, երբ որ պատրաստ լինի, այսինքն իմ հասկանում եք, մենք չենք կարող ուսով գնաց տանենք։ Գնացքը գնում է երկաթուղով։ Հիմա ինչի է գալիս Վրաստանի տարածքով, որովհետև Հայաստանին, Ադրբեջանին կապող երկաթուղի չկա, հասկանում եք, չկա, նետու։ Կաթողիկոսի հեռացումը պահանջող եկեղեցու բարենորոգման համակարգող խորհուրդը, որի կազմում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կոչ է արել չեղարկել արտերկրում եպիսկոպոսատ ժողով գումարելու Մայր Աթոռի որոշումը։ Հայտարարել, որ վարչապետին միացած բարձրաստիճան հոգևորականներից որևէ մեկը չի մասնակցելու Ավստրիայում նախատեսված ժողովին։ Մյուս եպիսկոպոսներին էլ հորդորել հետևել այդ օրինակին։ Պնդել են, որ արտերկրում ժողով անցկացնելու որոշումը կայացրած Գերագույն հոգևոր խորհուրդը անվավեր կառույց է, քանի որ դրա լիազորությունների ժամկետը ավարտված է։ Բացի այդ, կարծում են, որ չի պատճառաբանվել, ինչու եպիսկոպոսների հավաքը չի անցկացվում մեջբերում իր անկախությունն ամրապնդող Հայաստանի Հանրապետության պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Մայր Աթոռից երեկ բացատրել էին, որ եկեղեցու դեմ սանձազերծված արշավն ու եկեղեցականների նկատմամբ հնարավոր ճնշումները նկատի առնելով են որոշել հավաքը Ավստրիայում անցկացնել։ Եպիսկոպոսատ ժողովը նախագահում է ամենայն հայոց կաթողիկոսը։ Դրան մասնակցում են առաքելական եկեղեցու բոլոր եպիսկոպոսները։ Այսօր չեղարկման կոչ անող Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ arczepiskopos Մկրտչյանն ազատության հետ զրույցում դեռ երեկ մասնակցությունը չէր բացառել։ Դեռ մի ամիս կա էլի, հիմա դրա վաղ չի դեռ։ Դեռ որոշակի որևէ բան ասել չեմ կարող։ Այսինքն չգիտեք կմասնակցեք թե չէ։ Այս պահին հստակ չի որևէ բան, օրակարգ պիտի ուղարկվի հավանաբար, չգիտեմ դեռ։ Մայր Աթոռի փաստաբանն էլ պետական մարմիններին է մեղադրում կաթողիկոսին հավատարիմ հոգևորականների նկատմամբ խտրական վերաբերմունքի համար։ Բերելով Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskopos-ի եւ Աղան Աբեղայի հանրայնացված հեռախոսազրույցի օրինակը։ Գաղտնիության խախտման թեման իրավապահներն ըստ փաստաբանի անտեսում են, իսկ առաջինը իշխանական լրատվամիջոցում հայտնված զրույցի բովանդակությունը դարձել է քրեական գործի հիմք։ Եկեղեցի իշխանություն առճակատման ողջ ընթացքում պաշտոնյաները հերքել են ճնշումների մասին պնդումները։ Սա կատարվել է տեխնիկական հատուկ միջոցներով կամ հատուկ ծառայությունների կողմից եւ բնականաբար ապօրինաբար, որովհետեւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը կարող է խախտվել օրենքով միայն դատանի որոշման հիման վրա։ Եվ այդ ձայնագրությունը, երբ որ CVKM-ով արդեն նետվել է հանրային դաշտ, ուրեմն տեսեք, շատ արագ քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնեց։ Եվ ոչ թե հեռախոսային խոսակցության գաղտնիության խախտման հիմքով, այլ այն հիմքով, որ այդ խոսակցության մեջ իբրև հավաքի մասնակցելու հարկադրանքի տարեր են տեսնում։ Եվ երբ որ ես հաղորդում ներկայացրեցի, ասի, որ այսպիսի բան կա, արդեն իսկ ակնհայտ է, որ գաղտնիության տարը խախտված է։ Փոխանակ իրենք վարույթ նախաձեռնեն եւ այդ մասն էլ դա էլ ստուգեն, այդ հանգամանքներն էլ ստուգեն, որովհետեւ օբյեկտիվ լինեն։ Իրենք արեցին ուղիղ հակառակը, այսինքն քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվեցին, այնուհետեւ բողոքեցի գլխավոր դատախազությունը մերժեց եւ նոր արդեն բնականաբար գնացի դատարան։ Ավելին Նաթան Սրբազանը իմ տեղեկություններով, երբ որ որպես վկա հարցաքննվել է իր հետ կապված այդ հարուցված նախաձեռնված քրեական վարույթով, նա այնտեղ է պաշտոնապես հայտարարել է, որ դա ապօրինի ձայնագրություն է։ Այսինքն վարույթն իրականացնող մարմինը ուներ այդ տեղեկությունը, ուներ այդ անհամաձայնությունը, որ այստեղ կա այլ հանցագործության հատկանիշներ։ Քննիչը հաղորդման մեջ չկա հանցագործության մասին որևէ տեղեկություն եւ այլ եւ այլ։ Նման շաբլոնային, ասենք, ձևակերպումներով ուղղակի հրաժարվել էր իր պարտավորությունից։ Այս ամենը խոսում է նրա մասին, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ կա խտրական վերաբերմունք իշխանության ներկայացուցիչների կողմից, այդ թվում դատախազության եւ քննչական մարմինների։ Այս դեպքում մեր խախտված իրավունքները եւ եկեղեցականների խախտված իրավունքները պաշտպանություն չեն գտնում, իսկ նրանց դեմ որևիցե բամբասանք շատ արագ դառնում է քրեական վարույթի հարուցման նախաձեռնման առիթ եւ հիմք։ Եվս մեկ մերձ եկեղեցական թեմայի մասին։ Կաթողիկոսին հեռացնելու վարչապետի պայքարին միացած Գառնեցի տղամարդը Կարեգին երկրորդին գահընկեց անելու իր տարբերակներ առաջարկել, իրավապահները 10 օր է այն բռնության կոչ են որակել, բայց չեն շտապում նրան հարցաքննել։
Համայնքային ծառայության աշխատակիցը դեռ որևէ կարգավիճակ այս գործով չունի։ Կարող է կաթողիկոսը սկիչ չնեղանայել այդ բառից, որտեղ ավելի վատ բաներ է լսվում իր ասեին։ Գառնիի համայնքապետարանի աշխատակիցները տարակուսած են, ինչու են իրավապահները քրեական գործ հարուցել իրենց գործընկերոջ մի նախադասության համար, որն Էդվարդ Ստեփանյանը հնչեցրել էր մոտ 1 ամիս առաջ գյուղի եկեղեցու բակում։ Մի հատ քարտը փնկելքին սատկացնել։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող վարչապետի մասնակցությամբ Գառնիի եկեղեցում պատարագի ժամանակ իշխանական կուսակցության լրատվամիջոցի Civic-ի լրագրողներ մոտեցել եկեղեցու բակում հավաքվածներին հարց տվել, թե ինչ պիտի լինի, որ կաթողիկոսը հեռանա։ 70-ամյա Էդվարդ Ստեփանյանն էլ հարցի լուծման իր տարբերակներ ասել էկրանի առջև, նրա խոսքը մեծ աղմուկ էր հանել համացանցում։ Էդվարդին կարելի է հանգիստ թողել, ճիշտ եմ ասում, աշխատում եմ։ Տակնաջան, հիմա այս առնամանիքների մեջ վթարավերացնում։ Համայնքապետարանի ենթակայությամբ գործող կոմունալ տնտեսության աշխատակցին այսօր գյուղում ազատությունը չհանդիպեց, աշխատանքի մեջ է, ասացին գործընկերները, ջրի վթար է վերացնում սարերում։ Խոսք է ասել է, հո չէր ասում գնամ կաթողիկոսին վնասեմ, մանկության ընկերոջն է պաշտպանում Արտաշես Գրիգորյանը։ Պարկեշտ, հրաշալի ընկեր, լավ մարդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի։ Նորմալ տղա է, նորմալ ընտանիք։ Իրավապահները, որ ընդդիմադիրների շուրթերից հնչեցրած նմանատիպ արտահայտությունների դեպքում արագ են արձագանքում, 2 շաբաթ անց էին վարույթ նախաձեռնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հոդվածով, ու սրանից 2 շաբաթ անց էլ քննությունը շարունակում են առանց մեղադրյալի։ Ստեփանյանին դեռ չեն էլ հարցաքննել, ինչու պնդում են քննությունը դեռ ընթացքի մեջ է։ Ես դա վատ բան եմ համարում, բայց չեմ համարում հանցագործություն։ Ընդդիմադիրների փաստաբան Ռուբեն Մելիքյանը բազմիցս է պնդել, մարդուն խոսքի համար չպետք է դատեն, բայց մեկ է, համարում է, որ սա խտրական արդարադատություն է։ Քրեական վարույթ նախաձեռնելը ոչինչ է, եթե դրան չեն հետևում արդյունավետ վարույթային գործողություններ, քննչական գործողություններ։ Սա այն դեպքն է, որ մեկ օրվա դեպք է, մեկ օրվա քննելու հարց է։ Փաստաբանի խոսքով, եթե Էդվարդ Ստեփանյանն այս արտահայտությունը հնչեցներ որևէ իշխանականի հասցեին, նրան անմիջապես բերման կենթարկեին, մեղադրանք կառաջադրեին ու գործն արագ կուղարկեին դատարան։ Նախ վարույթը կհարուցվեր շատ ավելի շուտ, քան 10 օրն է, երկրորդ անմիջապես նրան ոստիկանությունով բերման կենթարկեին, կհարցաքննեին որպես վկա եւ մեղադրանք կառաջադրեին։ Չեմ ասում, որ կկալանավորեին, բազմաթիվ են դեպքերը, երբ կալանքի հարց չեն բարձրացնում, բայց այն, որ կկիրառվեր առնվազն բացակայելու արգելք խափանման միջոցը, դա փաստ է բազմաթիվ օրինակներով, տասնյակից ավել օրինակներով։ Իր նշած սցենարով Մելիքյանը տասնյակ դեպքեր գիտի, օրինակ Վանաձորցի Սարգիս Բասենցյանը, որն արդեն պատիժը բանտում կրել է բռնության կոչ հնչեցնելու համար, կամ էլ 72-ամյա Ռաֆայել Սարգսյանը, ով դեռ դատվում է նույն հոդվածով, երկուսի խոսքերն էլ վարչապետի հասցեին էին։ Թողերն Բայց Գառնեցի տղամարդու դեպքում փաստաբանի կարծիքով իրավապահները շեղվել են այս սցենարից մի պատճառով։ Նա այդ խոսքերն ասել է ոչ իշխանականի, այլ մի մարդու հասցեին, որի դեմ ամիսներ շարունակ պայքարում է հենց ինքը վարչապետը։ Նաև այն, որ իրավապահ մարմինները քաղաքական չեզոքությունը առաջի անգամ չի, որ ասում ենք, բայց սա ցցուն օրինակ է, որ քաղաքական չեզոքությունից վաղուց են շեղվել։ Իրավապահները հերքում են իրավապաշտպանների ու ընդդիմադիրների փաստաբանների այդ մեղադրանքներն ու պնդում, իրենք օրենքներով են շարժվում։ Հայաստանում վարչապետի այլ բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավորների մի քանի միլիոնանոց պարգևավճարների շուրջ չմարող բանավեճի ֆոնին կառավարությունը մտադիր է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձը։ Նախագծերը ներառված են գործադրի վաղվա նիստի օրակարգում։ Արդարադատության նախարարությունը առաջարկում է, որ աշխատանքային ստաժի համար պաշտոնավարման երկրորդ տարում բարձրագույն դատարանի դատավորը 20%-ի չափով հավելավճար ստանա, երրորդ տարում 35%-ի չափով, իսկ չորրորդ տարվանից սկսած յուրաքանչյուր տարի ևս 10% ավելի։ Պարզ ասած, եթե օրինակ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը պաշտոնը ստանձնել է 2020-ին 1.3 միլիոն դրամ աշխատավարձով, ապա պաշտոնավարման մեկնարկից 6 տարի անց, այսինքն այս տարի, նրա վարձատրությունը կկաճի 65%-ով և կկազմի առնվազն 2.2 դրամ։ Հիմնավորումը այն է, որ այսպես կապահովեն դատավորների լիարժեք անկախությունը։ Անցած տարի մոտ 14 միլիոն դրամի պարգևավճար ստացած վարչապետ Փաշինյանը ի դեպ այսօր խորհրդարանում արդարացրել է նաև պաշտոնյաների շռայլ խրախուսումները, պնդելով, թե այդպես կոռուպցիան են վերացնում։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։
Սկանդալով եկավ, Ով ասեց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն։ սկանդալի արդյունքում գնում է. Մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաև պետք են գլուխներ։ Իշխանական падգամավորը ԿՊ վարչության նիստից հետո հրաժարական է տվել առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Հայդահոկորթի շուրջ սկանդալից հետո ֆեդերացիայի նախագահը հեռանում է։ Պատճառը որն է։ Վերջին կաթիլներ։ We never asked for anything. Թրամփը եվրոպացիներին փորձում է համոզել, որ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը Միացյալ Նահանգների անվտանգության համար է։ I don't have to use force. I don't want to use force. I won't use force. Հիմա սկանդալի կենտրոնում հայտնված իշխանական падգամավորներից մեկին անդրադառնանք։ Երկօրյա լռությունից հետո Հռիփսիմե Հունանյանը հրաժարական ներկայացրեց առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, որին էլ անաղմուկ չէր ընտրվել։ Հրաժարականը, սակայն, սուր քննադատության առարկա դարձած հայտարարությանն անմիջապես չհետևեց։ Այդ երկու իրադարձությունների մեջ 2 օր եւ քաղաքացիական պայմանագրի վարչության մեկ նիստ է ընկած։ Ցավոք սրտի միանգամից ոչինչ չի լինում եւ եթե ոչ հանկարծամահությունը։ Ինչպես որ աղմուկով ընտրվեց, այնպես էլ աղմուկով Հռիփսիմե Հունանյանը հեռացավ խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Բուժքույր աշխատած եւ բարձրագույն կրթություն ունեցող ԿՊ-ական Հունանյանին այդ պաշտոնում հաջողվեց մնալ ընդամենը 3 ամիս։ Այո, խմբակցությունը առաջադրում է Տիկին Հունանյանի թեկնածությունը, հաշվի առնելով վերջինիս գիտելիքներն ու փորձառությունը առողջապահության ոլորտում։ Իսկ ով ասեց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն։ Հոգատարությունը թաքնված այս փոքրիկ կենսագրության ետևում, սերա թաքնված այս փոքրիկ կենսագրության ետևում։ Հռիփսիմե Հունանյան կողմ 61 դեմ 0։ Որոշումն ընդունված է, շնորհավորում եմ Տիկին Հունանյան եւ հաջողություն եք մաղթում։ Հունանյանն չնայած բազմաթիվ քննադատություններին հենց իշխող ԿՊ-ն էր առաջադրել եւ ընտրել այդ պաշտոնում, այսօր Facebook-յան իր էջում գրեց, որ հրաժարական է տալիս իր հնչեցրած մտքերի եւ վրիպումների պատճառով։ Վերջին շրջանում ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից։ Թույլ տվեք ներողություն խնդրել իմ այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը։ Արդյոք Հռիփսիմե Հունանյանը ինքն է որոշում կայացրել առերեսվել սեփական սխալների հետ եւ հրաժարական տալ, ինչպես ինքն է պնդում, թե իշխող քաղաքացիական պայմանագրի համբերության բաժակն է լցվել եւ նրան հրաժարական են պարտադրել։ ԿՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը վստահեցնում է, որոշումը Հունանյանինն է եղել։ Երեք սակայն ԿՊ վարչությունը նիստ է արել եւ կադրերից կարելի է ենթադրել, որ հենց երեկվա նիստում էլ քննարկվել է Հռիփսիմե Հունանյանի հարցը։ Նա ի դեպ նույնպես ելույթ է ունեցել։ Ընդ որում Հունանյանը ԿՊ վարչության նիստից հետո ոչ միայն հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկվեց, այլև ինքնաբացարկ հայտնեց ԿՊ համամասնական ցուցակից, այսինքն ԿՊ նախընտրական ցուցակում էլ նա այլևս չի լինի։ Այս կտրուկ որոշումներից ուղիղ 2 օր առաջ Հռիփսիմե Հունանյանը հերթական անգամ իր մտքերի պատճառով հայտնվել էր սուր քննադատության թիրախում։ Հունվարի 19-ն էլ թերևս վճռորոշ դարձավ ԿՊ-ական падգամավորի համար, երբ Հունանյանը խորհրդարանի ամբիոնից տարբերակում դրեց բանակում ծառայող զինվորի եւ արտերկրի բուհերում սովորող խելացի երիտասարդների միջև։ Մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաև պետք են գլուխներ, որոնք կօգնեն պետության տարբեր ճյուղերի զարգացման համար։ Այս հայտարարությունը միանշանակ չընդունվեց նաև ԿՊ-ի ներսում։ Նույն օրը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2 զինվորի հպարտ մայր հեշթեգով Facebook-ում հակադարձեց իր կուսակից գոլեգային, հորդորելով հավասարապես արժևորել թե բանակում ծառայողներին եւ թե բուհում սովորողներին։ Այսօր արդեն նախարար Ավանեսյանը ողջունեց Հռիփսիմե Հունանյանի հրաժարականը։ Կարծում եմ նրա այսօրվա քայլն էլ խոսում են նրա բարձր մարդկային արժեքների մասին, որ անձը շատ պատասխանատու է մոտենում, այս քայլն էլ ես կարծում եմ իսկապես գնահատանքի արժանի է։ Մի սպանիր, մի շնացիր, մի գողացիր, սուտ վկայություն մի տուր, մի ցանկացի քո դրացու որևէ բանը։ Ես սա հիշեցրեցի մեր եկեղեցականներին բարձրաստիճան։ Իր վիճահարույց հայտարարություններին զուգահեռ Հռիփսիմե Հունանյանը կարելի ասել ընդհանուր առմամբ օրինապահ կուսակցականներ։ Նա ամբողջ թափով միացել էր նաև կաթողիկոսի դեմ վարչապետ Փաշինյանի առաջնորդած շարժմանը, սուր քննադատում ու երբեմն նաև ծաղրում էր հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին։ Գարեգինբը այդպես են կոչում իրեն, որ սուրբ սրբերի հետ ընդհանրապես նա կապ չունի, սրբության հետ ընդհանրապես կապ չունի։ Ուրեմն ես այսօր
պատասխանատու հայտարարություն եմ անում, որ ես էլ Սուրբ Կույս Հռիփսիմեն եմ եւ իմ որդու հայրն էլ Սիրահարների բարեխոս Սուրբ Սարգիսն է։ Անցած 1 տարում ԿՊ-ն արդեն երկրորդ անգամ է սկանդալի ֆոնին հանձնաժողովի նախագահ փոխում։ Հռիփսիմե Հունանյանի նախորդը Նարեկ Զեյնալյանը հրաժարական տվեց ու մանդատը վայր դրեց 2024-ի նոյեմբերին, ըստ մամուլի քննչական կոմիտեի նախագահ Արգիշ Տիքարամյանի հետ վիճաբանությունից հետո։ Ով կլինի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի հաջորդ նախագահ դեռ անհայտ է։ ԿՊ-ական падգամավոր Հասմիկ Հակոբյանը Ազատությանը փոխանցեց, որ իշխող խմբակցությունը նոր թեկնածուին կորոշի փակ գաղտնի քվեարկությամբ։ Ափսոսում են, թե ողջունում են Հռիփսիմե Հունանյանի հեռացումը, ում հայտարարությունների պատճառով ԿՊ-ն հաճախ էր հայտնվում քննադատության թիրախում։ Իշխանական Հասմիկ Հակոբյանը հրաժարվեց կոնկրետ պատասխան տալ, ասելով, թե աշխարհացունց բան չի եղել։ Հանձնաժողովի նախագահները գալիս ու գնում են։ Շնորհակալություն, նիստը համարվում ենք ավարտված։ Եվս մեկ հրաժարական, որը պակաս աղմկահարույց չէր։ Ադրբեջան գրությամբ գովազդը փակած դահուկորդի պատմությունից հետո սպորտի նախարարությունը շատ հստակ դիրքավորվեց, չողջունելով հայ մարզիկի քայլը։ Ֆեդերացիայի նախագահը սպորտսմենին հասկանում էր, բայց նաև պնդում մենակ է խնդիրների հետ։ Ազատությանն ասել է, այդ պատմությունը վերջին կաթիլն է դարձել։ Արդյոք հայ դահուկորդի շուրջ սկանդալն էր պատճառը, որ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հրաժարական տվեց։ Սարգսյանը ավելի վաղ իր աջակցությունն էր հայտնել Իտալիայում կայացած մրցաշարում մարզահագուստի վրա Ադրբեջան բառը կպչուն ժապավենով փակած Միքայել Միքայելյանին։ Ուղղակի վերջին իրադարձությունները դա վերջին կաթիլներ։ Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալությունը գլխավոր հովանավորներից էր։ Հայ դահուկորդը իր արարքի համար տուգանվելու է։ Սպորտային այս սկանդալից մեկ շաբաթ անց կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հստակ ասել էր. սպորտը պետք է մնա սպորտ։ Կարևոր է, որպեսզի մենք մարզական հրապարակում մրցման ժամանակ հնարավորինս հետևենք արդար ազնիվ սպորտի բոլոր կանոններին։ Իտալիայում տեղի ունեցածը առիթ դարձավ, որ Սարգսյանը նաև ոլորտի այլ խնդիրների մասին բարձրաձայնի։ Ազատության հետ զրույցում ավելի վաղ նա կոշտ քննադատել էր պետական կառույցների անտարբերությունը դահուկային սպորտի նկատմամբ։ Պնդում է, որ հեռանում է սեփական կամքով, ոչ միայն ճնշում, անգամ որևէ արձագանք չի եղել նախարարությունից։ Քար լռություն։ 2 տասնամյակ ֆեդերացիայում տարբեր պաշտոններ զբաղեցրած Գագիկ Սարգսյանը այսօր փակագծեր բացեց։ Բոլոր առաջարկները, խնդրանքները, հորդորները, նույնիսկ բողոքները տեղ չեն հասնում։ Սպորտի համար պայքարը դարձել է պայքար հողմաղացների դեմ։ Այսօր արդեն հունվարի 21-ն է եւ մինչ օրս կնքված չէ պայմանագիրը պետական բյուջեի հատկացումների, իսկ մենք ձմեռային մարզաձևեր ենք եւ արդեն ձմեռվա կեսը հատում ենք եւ ունենք արդեն չեղարկված եւ ձախողված մարզական միջոցառումներ, ընդհուպ նաեւ միջազգային վարկանիշային մրցաշարի մասնակցություն եւ դեռ հայտնի չէ թե պայմանագիրը երբ կբարեհաճեն կնքել եւ այդպես շարունակ տարիներ։ Մեկ դահուկորդին բարձրակարգ գույքով եւ հանդերձանքով պատշաճ պատրաստելու համար ըստ Սարգսյանի անհրաժեշտ է 5 միլիոն դրամ։ Ֆեդերացիայի նախորդ տարվա բյուջեն 13 միլիոնից մի փոքր ավելին է եղել, սակայն պնդում է, որ հիմնական միջոցները հայթայթել են դրսից, ավելին 9 միլիոն էլ հարկեր եւ տուրքեր են վճարել։ Բյուջետային տարում եղել է 13 միլիոն 300 հազար դրամի կարգի մի փոքր երևի ավել։ Եվ այդ գումարը ընդհանրապես նախատեսված է լինում եւ հազիվ բավականացնում է Հայաստանի առաջնությունները անելու, աշխարհի առաջնություններին ներկայանալու եւ այլն, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմեք, պատկերացրեք թիմը գնում է աշխարհի առաջնության եւ մարզիչը, հավաքականի գլխավոր մարզիչը միևնույն ժամանակ նաեւ դահուկները պատրաստողն է, դահուկները փորձարկողն է, դահուկները քսուկով ապահովողն է, ֆիզիոթերապևտն է, բժիշկն է, հոգեբանն է, այսինքն սա է մոտեցումը։ Իդեպ մարտին աշխարհի առաջնությունն է ու ֆեդերացիայի արդեն նախկին նախագահի պնդմամբ մարզիկները չգիտեն գնալու են, չեն գնալու։ Ուղղակի անհնար է նման ձևով շարունակել։ Համեցեք տիկին նախարար։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր նախարարը հայտարարել է, որ հնչող մեղադրանքները կեղծ են, ավելին ուղղորդված են, չնշելով սակայն թե ում կողմից։ Ժաննա Անդրեասյանը պնդել է, որ սպորտի ոլորտում ֆինանսավորումը անգամներով է աճել։
Բոլոր ձմեռային մարզաձևի ֆեդերացիաները ստացել են սահմանված աջակցությունը ֆինանսավորման կարգով։ Ինչ վերաբերում է կոնկրետ դահուկային սպորտին, նաև հավելյալ աջակցություն է տրվել տարվա ընթացքում մասնավորի հետ համագործակցությամբ։ Այս տարի դահուկային սպորտի ֆեդերացիայի ֆինանսավորումը աճել է շուրջ 18%-ով։ Եվ հետևաբար այս բոլոր խոսակցությունները ուղղակի տեղին չեն համապատասխանում իրականությանը եւ բացահայտում են հավելյալ օրակարգեր, որոնք ամեն ինչի մասին են, բայց ոչ սպորտի։ Բացի այդ, այս տարի մենք հավելյալ ֆինանսավորում ենք տրամադրում ձմեռային մարզաձևերի եւս մեկ ֆեդերացիայի, որը դահուկային լեռնագնացության ֆեդերացիան է։ Ու ձմեռային մարզաձևերի զարգացումը մեր օրակարգում է որպես առաջնահերթ ու կարևոր խնդիր։ Նախարարի հայտարարությունից առաջ Ազատությունը դիմել էր Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, մասնավորապես խնդրելով հայտնել, որքան է դահուկային սպորտի պետական ֆինանսավորման չափն ու փաստացի ինչքան է փոխանցվել այս տարի ֆեդերացիային։ Եթե ֆինանսավորումը չի իրականացվել ամբողջությամբ, որ փուլում եւ ինչ պատճառաբանությամբ է գործընթացը կանգ առել։ Արդյոք նախարարությունը ունի հաստատված ռազմավարություն ձմեռային սպորտաձևերի, մասնավորապես դահուկային սպորտի զարգացման ուղղությամբ եւ եթե այո, ինչով է նախարարությունը բացատրում ֆեդերացիայի նախագահի հայտարարությունները ոլորտի նկատմամբ լիակատար անուշադրության մասին։ Պատասխանը դեռ չենք ստացել։ Միջազգային մեկ թեմա ենք առանձնացրել, Միացյալ Նահանգների նախագահը ցանկանում է վերահսկողություն սահմանել աշխարհի ամենամեծ կղզու Գրենլանդիայի նկատմամբ։ Դաղության իր ելույթում Թրամփը հենց իր այս ծրագրերին է անդրադարձել, քննադատներին փորձել համոզել ներողություն, որ ուժով չի տիրանալու կղզուն։ Նաև կրկնել Միացյալ Նահանգների անվտանգության համար է ձգտում դրան։ Գրենլանդիա Միացյալ Նահանգներին հարկավոր է իր անվտանգությունն ապահովելու համար, սակայն ԱՄՆ-ն երբեք ուժով չի տիրանա արկտիկական կղզուն եւ պատրաստ է բանակցել։ Դավոսում այսօր համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարեց ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփի պնդմամբ միայն Ամերիկան կարող է պաշտպանել Գրենլանդիան։ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր դաշնակից պարտավորություն ունի կարողանալու պաշտպանել իր սեփական տարածքը։ Սակայն փաստն այն է, որ բացի ԱՄՆ-ից ոչ մի այլ երկիր կամ երկրների խումբ որևէ կերպ այն դիրքերում չէ, որ կարողանա ապահովել Գրենլանդիայի անվտանգությունը։ Թրամփը նշեց, որ ԱՄՆ-ն տարիներով պաշտպանել է Գրենլանդիան եւ թույլ չի տվել, որ այլ երկրներ հաստատվեն այնտեղ, ապա այն վերադարձել է Դանիային։ Որքան հիմար ենք մենք եղել դա անելու համար, բայց մենք դա արել ենք եւ որքան ապերախտ են նրանք հիմա, ասաց նա, հավելելով, որ հիմա անվտանգային շատ մեծ սպառնալիքներ կան, որոնք ԱՄՆ-ն պետք է հասցեագրի։ Թրամփը նշեց, որ ԱՄՆ-ն երկու դար փորձել է գնել Գրենլանդիան, նույնը ցանկանում է հիմա եւ պատրաստ է բանակցել ու ուժի միջոցով չի լուծի հարցը։ Մենք ոչինչ չենք ստանա, եթե ես չորոշեմ չափազանց ուժ կիրառել։ Մենք անկասելի կլինենք, բայց մենք դա չենք անի, ասաց նա, Դանիային մեղադրելով Գրենլանդիայում անհրաժեշտ ծավալի ներդրումներ չանելու համար։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Գրենլանդիայի ձեռքբերումը սպառնալիք չէ ՆԱՏՕ-ի համար, այլ կամրապնդի այն։ Նա նաև նշեց, որ ինքը Հյուսիսատլանտյան դաշինքի համար շատ բան է արել, քան որևէ այլ մեկը։ ՆԱՏՕ-ն շատ անարդար է վարվում ԱՄՆ-ի հետ։ Ոչ ոք չի կարող դա վիճարկել։ Մենք այնքան շատ բան ենք տալիս եւ այդքան քիչ ենք ստանում։ ԱՄՆ նախագահը նաև քննադատեց Եվրոպային, նշելով, որ այն ճիշտ ուղղությամբ չի շարժվում։ Թրամփն ասաց, որ չի ճանաչում Եվրոպան։ Ես սիրում եմ Եվրոպան, ուզում եմ տեսնել, թե ինչպես է այն բարգավաճում, բայց այն ճիշտ ուղղությամբ չի գնում, ասաց նա, հիշատակելով անվերահսկելի զանգվածային միգրացիան եւ բյուջետային ու առևտրային ռեկորդային դեֆիցիտը։ Դավոս Սպիտակ տան ղեկավարի այցը տեղի է ունենում ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջև լարվածության ֆոնին, որն սկսվեց, երբ ի պատասխան Գրենլանդիան վերցնելու մասին Թրամփի հայտարարությունների եվրոպական մի քանի երկրներ զորք ուղարկեցին Դանիային պատկանող կղզի։ Դրանից հետո ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ 10% հավելյալ մաքսատուր կսահմանի այդ երկրների համար։ Այսօր ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահը Եվրոպական խորհրդարանում հայտարարել է, որ մաքսատուր կիրառելու Թրամփի սպառնալիքները պարզապես սխալ են։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պնդել է, որ Գրենլանդիայի ապագան նրա ժողովրդի որոշելիքն է, զգուշացնելով, որ հարկադրական միջոցները խաթարում են ինչպես երկրի ինքնիշխանությունը, այնպես էլ միջազգային իրավունքը։ Եվրոպան նախընտրում է երկխոսություն, բայց պատրաստ է ցանկացած սցենարի, զգուշացրել է եվրոպացի պաշտոնյան։ Մենք հասել ենք վճռորոշ կետի, Եվրոպան նախընտրում է երկխոսությունն ու լուծումները, բայց մենք լիովին պատրաստ են գործել անհրաժեշտության դեպքում միասնաբար, հրատապ եւ վճռականորեն։
Մեծ Բրիտանիայի վարչապետն էլ հայտարարել է, որ տեղի չի տա Թրամփի սպառնալիքներին։ Քիր Սթարմերն ասել է, որ ոչ ինքը, ոչ էլ երկիրը մաքսատուրքերի սպառնալիքի տակ չեն զիջելու Գրենլանդիայի ապագայի վերաբերյալ իրենց սկզբունքներն ու արժեքները։ Սթարմերը վերահաստատել է իր դիրքորոշումը. Գրենլանդիայի ապագան Գրենլանդիայի եւ Դանիայի որոշելիքն է, իսկ Թրամփի սպառնալիքները, թե մաքսատուրքեր կսահմանի իրեն դեմ արտահայտվող երկրների վրա, լիովին սխալ են։ Ես միշտ հստակ հետևողականորեն արտահայտել եմ իմ դիրքորոշումը Գրենլանդիայի ապագայի վերաբերյալ։ Գրենլանդիայի ապագան բացառապես Գրենլանդիայի եւ Դանիայի թագավորության որոշելիքն է։ Ստարմերը նաև նշել է, որ չնայած Թրամփն ակնհայտորեն չի լսում իր ասածները, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները այդուհանդերձ կարևոր են հատկապես պաշտպանության, անվտանգության, հետախուզության եւ միջուկային կարողությունների եւ առևտրի հարցերում։ Մինչ այդ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը չէր բացառել, որ Միացյալ Թագավորությունը պատասխան մաքսատուրքեր կարող է կիրառել ԱՄՆ-ի դեմ։ Ռեյչել Ռիվզը BBC-ին ասել է, որ Լոնդոնը չի ենթարկվի որևէ ճնշման եւ ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերություններում կգործի իր պետական շահերից ելնելով, ինչը նշանակում է վերացնել առևտրային արգելքները ամբողջ աշխարհի երկրների հետ։ Նա նաև վստահություն է հայտնել, որ չնայած լարվածության աճին անցյալ տարի ԱՄՆ-ի հետ ստորագրված տնտեսական համաձայնագիրն ուժի մեջ կմնա։ Հայաստան վերադառնանք, մի քանի օր գործադուլ հայտարարած Աղթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի աշխատակիցների բողոքը ղեկավարությունն այսօր վերջապես լսել է, բայց հիմնական աշխատավարձերի բարձրացման հարցը այդպես էլ չի բավարարել։ Աղթալայի հանքը մի քանի օր է չի աշխատում, առաջիկայում կարող է կանգնել նաև կոմբինատը, հանքի մոտ 50 հորատող բանվորներ գործադուլ են անում աշխատավարձը բարձրացնելու պահանջով։ Ղեկավարությունից այսօր ի վերջո հանդիպել են ցուցարարներին ու փոխանցել զիջման չեն գնալու։ Այս պահին վարձատրությունը բարձրացնելու հնարավորություն չունեն։ Ձեր պահանջները կաշեք կոնկրետ։ Ընդամենը աշխատավարձը վերանայումն է, ուրիշ նայած մենք պահանջ չունենք։ Ընդամենը։ Բայց եղել է մի քանի տարի առաջ 6, քանի այսօր դառել է 13։ Ասենք քիչ մի փոքր էլ մեր Իսկ ինչ առաջարկվեց ձեզ, որ չեք համաձայն։ Առաջարկն է, որ այն ժամկետը չարսին կարող է լուծում տան, աշխատեն լուծում տան։ Բայց կոնկրետ ժամկետը չեն շեշտում։ Եթե 2021-ին Լոնդոնի բորսայում պղնձի գինը տարվա կտրվածքով կազմել է $9,000, ապա այս տարեսկզբին Լոնդոնի մետաղական բորսայում 1 տոննայի գինը մոտենում է $13,000-ի։ Մինչդեռ հանքափորների աշխատավարձի վրա դա որևէ կերպ նրանց խոսքով չի ազդել։ Աղթալայի վարչական ղեկավար Սևակ Սարգսյանը, որ նույնպես տեղյակ էր արդեն օրեր շարունակվող գործադուլի մասին, ասաց արդարացի է համարում հանքափորների պահանջը, հաշվի առնելով նրանց ծանր ու վտանգավոր աշխատանքը։ Իրանք որտեղ որ աշխատում են ու իրանք ստացածը իհարկե շատ քիչ է, որովհետև շատ վտանգավոր տեղ են աշխատում, այս չէ որ այդ հիմնարկի ղեկավարությունը չի ընդունում։ Ուղղակի այս բանը հնարավորություն չունենք բարձրացնելու։ Աղթալայի լեռնահարստացման կոմբինատի արտաքին կապերի պատասխանատու Գագիկ Շահնազարյանն Ազատության հետ զրույցում ասաց, որ այժմ բանակցում են գործադուլավորների հետ հասկանալու նրանց պահանջները, թե որքանով են ընդունելի աշխատավարձի բարձրացման հետ կապված աշխատակիցների պահանջներն ընկերության ղեկավարության համար, Շահնազարյանն ասաց, եզրահանգում կանեն բանակցություններն ավարտելուց հետո։ Մեր խնդիրները դժուժ տնտեսական խնդիրներ են, այդ գործադուլներն ինչպես մենք միշտ հիշում ենք, սա հենց առաջ էլ էր հետո էլ, դրանք բոլոր ժամանակավոր բնույթ են կրում եւ ձեռնարկությունը աշխատելու է։ Կարող եմ ասել, որ բանակցում եք այդ աշխատավարձերի հնարավոր բարձրացման շուրջ։ Ոչ։ Բա ինչի շուրջ եք բանակցում։ Բանակցում ենք, տեսնեք այդ մարդկանց ուզածն ինչա, գոնե, հասկանանք ինչ են ուզում։ Դե հստակ ասում են աշխատավարձը բարձրացրեք։ Ինչքան, ուր, մինչև։ Հա, այսինքն ինչքան բարձրացման, Ոչ, ինչ են պահանջում այդ մարդիկ։ Կոմբինատի պաշտոնյան հերքեց, թե հանքափորների աշխատավարձը ցածր է, պնդեց շատերն անգամ մինչև 1 միլիոն դրամ են ստանում։ Մինչդեռ գործադուլավորները նման թիվ տեսել են միայն եզակի դեպքերում, պնդում է Աղթալայի բնակիչ Սասուն Վարդումյանը։ Անքը 90 կամ 120,000 դրամ է ստանում, ֆաբրիկայում աշխատում են 130-140,000 դրամ ստանում։ Անքը 90 անմարքային պայմաններ է, դրա մասին դեռ ոչ չի խոսում։ Գործադուլի դուրս եկած հանքափորների հետ բանակցություններին զուգահեռ 3 ընկերությունն իր էջերում հայտարարություն է տարածել աշխատանքի հրավիրելով հորատող նոր բանվորների։ ԼՀԿ-ի պաշտոնյան չհերքեց, որ գործադուլ անողներին աշխատանքից ազատելու ծանուցումներ են ուղարկել, բայց պնդեց, թե աշխատանքի հրավիրելու հայտարարությունները կապ չունեն գործադուլի հետ։
Իսկ իրանք որպես այդպեսին եթե ծանոթումը ստացել են, իրանք մտածեն, աշխատում են, չեն աշխատում, հետագայում, ինչ են անելու, իրանք ճակատագիրը իրանք ձեռքին է։ Գործադուլավորները հայտարարեցին, որ վաղը նույնպես աշխատանքի դուրս չեն գա, քանի դեռ աշխատավարձի բարձրացման իրենց պահանջը բավարարված չէ։ Աղթալայի ԼՀԿ-ն այս պահին մոտ 500 աշխատող ունի, գործադուլի մեջ է նրանցից 50-ը։ Անցած տարի Հայաստանի ամենախոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մոտ 5 միլիարդ դրամի պահանջով դատի տվեց գործադուլի դուրս եկած եւ աշխատանքից ազատված 8 աշխատակիցներին։ Հենց այսքան էին գնահատել գործարանին պատճառված վնասը, որն ըստ ընկերության առաջացել էր 10 օր աշխատանքի չներկայանալու պատճառով։ Այս հսկա կոմբինատի 22% բաժնետեր կառավարությունն այդպես էլ որևէ դիրքորոշում չարտահայտեց, թե գործադուլի օրերին ու թե դրանից հետո։ Հայաստանցի բեռնափոխադրողներն էլ օտարերկրացի վարորդների համեմատ անհավասար պայմաններից են բողոքում ու եւս մեկ խնդրի վրա հրավիրում իրենց խնդիրները ամիսներով չլուծող իշխանության ուշադրությունը։ Նրանք տեղյակ են, որ սնկի նման լոգիստիկ ընկերություններ են ստեղծվում, իսկ նրանց աշխատած գումարներից հարկերը պետբյուջե չեն մտնում։ Կառավարության առջև բողոքի ակցիայից մեկ շաբաթ անց վարորդներից մեկին այսօր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է զանգահարել։ Ի թիվս այլ հարցերի նրանք դժգոհում էին, թե ի տարբերություն օտարերկրյա բեռնափոխադրողների իրենց հարկերն ավելի բարձր են, հետևաբար չեն կարողանում նրանց նման ցածր գին առաջարկել ու շուկայից դուրս են մնում։ Ժամի 9-ին զանգ եկավ, վերցրեցի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն, ասեց շուկայում ինչ որ կատարվում է, մենք արդեն տեղյակ ենք, ասեց ես հանդիպում եմ ունենալու տարածքային կառավարման նախարարի հետ քննարկելու ենք ձեր ոլորտի մասին, որը որ այս պայդրությամբ ինձ բավականացրեց առաջին հերթին, որ արգեցին, պատասխանեցին, ընթացքն էլ արդեն ընթացքում կտեսնենք։ Ալեքսան Հովակիմյանն ու գործընկերները մտավախություն ունեն, թե շուտով հայ բեռնափոխադրողներն անգործ կմնան ու Հայաստան ապրանք կներմուծեն եւ կարտահանեն միայն օտարերկրացի բեռնափոխադրողները։ Մենք Վրաստան մտնելուց մուծում ենք $400 փող։ Ռուսաստան էլ գալուց ճանապարհի փողը ասենք այնտեղ բռնում է $600, $500, բայց նույն ռուսը, նույն վրացին մնում աստե 15000 դրամ է մուծում։ Դրա հաշվին կարում են ասենք, եթե անկանիզմ ենք չեն կարում ենք։ Ասենք այստեղ սայլարկեն 500 դրամ է, ասենք Ռուսաստան ասենք 300 դրամ է։ Բպարզա պետք է ռուսը ասենք բանան ասենք, մեզնից մի $400-500 ասենք մեր բեռները վերցա բեր Հայաստան։ Մենք չենք տեղավորվում։ Վրացին կամ այն մյուսը, ռուսը, բելարուսը, իրանք մեզնից $500 մինչև $1000 էլ հնարավոր է իժան բերեն, որտեղ մենք այդ $1000-ը թողենք Վրաստանում, թողենք Ռուսաստանում։ Վարորդները դեռ սպասում են նաև այս հարցի պատասխանին։ Ասում են մեկը մյուսի հետևից ի հայտ են գալիս անհատ լոգիստներ, որոնք էլ համագործակցում են ավելի ցածր գին առաջարկող օտարերկրացի վարորդների հետ։ Տարակուսած են, այդ ընկերություններին ով է վերահսկում։ Զանգում է պատվիրատուին, արտահանողին, ներմուծողին, առաջարկում է, որ ինքն էլ մեքենա ունի, ասենք Մոսկվա քաղաքում։ Պատվիրատուին կարող է գայթակղիչ գին առաջարկի, մի փոքր ցածր, որը որ կատարում է հիմնական լոգիստիկ ընկերությունը։ Նրանից բեռը վերցնում է։ Մեքենա չկարողանալ ճարելու դեպքում, այդ գնով, մեքենա չի կարողանում ճարել, ինքը փորձում է երրորդ երկրի այլ շուկաներից մեքենա փնտրել, որը որ գնում է շատ ավելի մեր հարևան երկիր Վրաստան։ Փորձում են այնտեղից մեքենա գտնել։ Ու կամաց շուկան մեր ձեռքից դուրս է գալի։ Եթե մենք էլ կանխիկ գումար վերցնենք, կարող ենք ցածր գին առաջարկել, ասում են վարորդներն ու կասկածներ հայտնում, որ այդ լոգիստական ընկերությունները կամ անհատները օտարերկրացի վարորդների հետ հիմնականում մեծ ծավալի կանխիկ շրջանառություն ունեն։ Հարցնում են Պեկը գիտի։ Մանցակետերումը լքել եք հաշվեք, օրվա մեջ 100 հատ բեռնատար անց խոսքի մտնում Հայաստան, հա 99 այլ երկրի մեքենաներ։ Բայց տեսեք, այդ մարդիկ եկան, գնացին այնտեղ դադարվեցին։ Այդ փողը քաշ կանխիկ փողը առան ու իրանց երկիր։ Դե փողը անտեսեք ուրա։ Թե չէ ընկել եք թոշակ, ձեր ցավը տանի։ Նախորդ տարի հունվարին ըստ վարորդների մի շարք պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ են հանդիպել ու նաև այս հարցերը թվարկել։ Տրանսպորտի նախարարության տիրույթի տակ չի, որովհետև ինքը ավելի շատ շարժի հետ է կապված։ Ստեղ գալիս է ֆինանսների նախարարությունը, սենց նայում է մեզ, էկոնոմիկայի նախարարությունը նույնպես։ Չգիտեն ում տիրույթի տակ է, ով պետք է օգնի։ Ու 2 տարի է նույն հարցը բարձրացնում ենք, ոչ մեկ չգիտի, մի բառ են ասում։ Շուկա է, հասկացաք շուկա է, բայց շուկան չունի իր օրենքները։
Այս բոլոր բողոքները վարորդները նամակով հանձնել են վարչապետի աշխատակազմ։ Պատասխան են ստացել, որ այն վերահասցեագրվել է Պետեկամուտների կոմիտե եւ տարածքային կառավարման նախարարություն։ Բեռնափոխադրող Ալեքսան Հարությունյանն ասաց, առայժմ միայն էկոնոմիկայի նախարար Պապոյանից են զանգ ստացել։ Մյուսներից ոչ զանգ են ստացել, ոչ էլ նամակ։ Մոտ 2 տարի է մենք ոնց որ ասած սկսել ենք այս ակցիաները։ Երևակայի առաջին անգամն է, որ մեր գործը հասել է նախարարին։ Մյուս անգամներում ինձ թվում է շատ ավելի ցածր օղակներից մեր գործը կորչում էր։ Այս թեմաներն էինք առանձնացրել այս թողարկման համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, լրահոսը ազատություն.am կայքում թարմացվում է, սոցցանցերի մեր էջերում նույնպես, հետևեք, հաջողություն։